Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ Սասնա ծռերին։ Ձայնից համար կներեք, ուշ եմ քնել, երեք հեռուստամարաթոն էինք կազմակերպել, շատերդ հետևել եք ազգային ժողովրդավարական բևեռին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կամ ֆինանսական ներդրում կատարելու քաղաքական գործընթացի համար բևեռի։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մտահոգ սրտացավ հայ հանրությանը, ովքեր իրենց ներդրումը բերեցին մեր շատ կարևոր գործին, ու մենք միշտ դա գնահատում ենք ոչ միայն ֆինանսական, այլ նաև քվեարկություն, անձնական աջակցություն մեր գաղափարներին, մեր կամքին, մեր ուժին սատար կանգնելու նաև ձեր քվեով, որովհետև հազարավոր մարդիկ են այդ փոխանցումները կատարում, որի համար նորից շնորհակալություն։ Ես կարճ անդրադառնամ, արդեն քանի որ սկսվել է քարոզարշավը, արդեն զգացվում է թրքաբարուն բաց տեքստով, ինչպես է Ալիևի նպատակների իրականացման իր գործառույթը, որ ինքը դրան է ծառայում, բացահայտ արդեն խոսում է դրա մասին։ Մեր քաղաքական թիմը, ես նաև մասնավորապես բազմիցս շեշտել եմ, որ Հայաստանի խորհրդային այդ քարտեզով ժողովրդի մեջ մտնելը, ժողովրդին պարտադրել այդ տարածքների մասին միայն մտածելը, դա հայ ժողովրդին տանում է, դարձնում է հանցագործ։ Բազմիցս եմ ասել, նամանավանդ ես, եւ երեք լսեցի, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ոչ միայն մերը չէր, իսկի Հայաստանը մերը չէր մնա մեզ Հայաստանը, եթե Արցախը շարունակեր մնալ մեր ձեռքին, որովհետև այդ Արցախը, ասում է, այնպես էին շահագործել, այսինքն այնպիսի վնասներ են հասցրել, որ այս Հայաստանն էլ է վտանգի տակ դրվել։ Հիշում եք, չէ՞, մենք բազմիցս ասել ենք, եթե դու Արցախը ճանաչեցիր Ադրբեջան, նշանակում է դու ընդունում ես, որ օկուպանտ ես, թալանել ես, սպանել ես, ոչնչացրել ես, յուրացրել ես։ Մենք ասում ենք, չէ՞, հիմա Նիկոլը հաստատում է, որ մենք ճանաչելով Արցախն Ադրբեջան, մենք մեզ վտանգի տակ ենք դնում։ Ու պարտադրում է, բա ինչ էիք ուզում։ Ինքը հայ ժողովրդին այդ խորհրդային տիպաժով այդ կրծքին որ տվեց, չէ՞, շինարար տղա էր, տարել տվել է ձեռքն, ասում է, եղբայր վերցրել, ասում է, դի փոքր է։ Ինչի է փոքր, ասում է։ Տարմծրա դա Իլհամիդ հետանցքը կտեղավորվի։ Եվ մի ուրիշ արտահայտություն արեց։ Ասում է, Արցախը 4 գեներալների կարող է ասենք այդ 4 ինքը վերացական է վերցրել, ասենք 5 գեներալի կամ 10 գեներալի կամ 1 գեներալի կապ չունի։ Ասում է 4 գեներալի սեփականություններ, որոնք վարում ցանում էին, իմիջիայլոց ասեմ, որ Արցախից հացահատիկ Հայաստանի հացահատիկի մոտ 40%-ը ապահովում էր Արցախը։ Իսկ դա քիչ բան չի։ Դա ինքնաապահովում է։ Եթե ճանապարհները փակվում են, ասենք, ինչ-որ մի խնդիր է լինում, դու գիտես, որ ինքդ քո հացը գոնե կիսով չափ ապահովում ես։ Այնպես չի, որ հույսը մենակ Արցախն էր, բայց մեծ մասը Արցախի վրա էր այդ խնդիրը դրված։ Հիմա ասում է 4 գեներալներ այնքան թալան ընկերան այդ Արցախը, մեր ինչին էր պետք, մենք ինչ ենք անում այդ Արցախով։ Լավ, այդ Ռուսաստանի նախագահ Պուտինը, աշխարհի ամենամեծ պետությունն ունի։ Իրա ինչին է պետք, էլի որ ասես գնացել է Դոնբաս, Կիև, հա? Ամեն ինչ ուզում է վերցնի։ Այսինքն մենք որ մեր Արցախը ազատագրել ենք, ասենք դա իմաստ չուներ, հա? Ամբողջ աշխարհը ձգտում է տարածքներ ունենալ, անգամ ուրիշինի վրա աչք դնի, մենք մեր պապական, մեր իրավական տարածքը վերցնելու, թշնամուց հետ վերցնելու process-ը համարում է հանցագործություն եւ անիմաստ։ Վերցնենք, ասում է, որ այդ 4 գեներալը հարստանան։ Հիմա հարց է առաջանում, ովքեր են այդ 4 գեներալը, օրինակ։ Ու ինչու են այդ 4 գեներալը մենակ։ Այսինքն ինքը արդարացնում է ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը,
ոչ Վիտալիկը։ Ասում են դրանք մեղք չունեն։ Բանից բարձվում է Արցախը, դա մենը մի 4 գեներալ կերել են, մեզ էլ դրել են խնդրի տակ։ Ու հետո կարող է բարձվի, որ այդ 4 գեներալից, ասենք մի երկուս արդեն մեռել են, ունենք չէ մեռած, այդպես ահարկու գեներալներ։ Մի երկուս էլ կարող է ով գիտե արդեն Իլհամի մոտ են։ Այսինքն Նիկոլը Պրծավել որից է մեկին պատասխանատվության չի ենթարկելու։ Ոչ Ռոբերտն է մեղավոր, ոչ Սերժիկն է մեղավոր, նրանք Արցախի հետ ըսկի կապ չունեն։ Դուք տեսնում եք, որ որքան Պուտինի դիրքերը թուլանում է, սրանք կամաց սկսում են իրար սիրել։ Այսինքն պուտինական նախկինները պուտինական ներկաներին կամ հակառակը։ Պուտինական ներկաները պուտինական նախկիններին։ Որովհետև հենց որ Պուտինի գործը կանգնեց, սրանց Կրեմլից աջակցություն չեղավ, սրանք պետք է իրար բռնեն։ Այդ ժամանակ ուրիշ խաղ է սկսվելու։ Ու ծանր խաղ է սկսվելու։ Մեկ էլ սիրելի հանրություն, այս հələ նախքին ներկա դնենք մի կողմ։ Կան չէ նորաթուխ, որ գնում են, չգիտեմ, տարբեր տեղեր, ժողովրդին ասում են, մեր քաղաքական թիմը եկավ էսիշ տեղը։ Մի հույքի է խոսում։ Բևեռի պես ասենք, այն ջայլից բռնացրած, երիտասարդից բռնացրած, մինչև Փորձարու Արապապյան, Ժիրայր Սեֆիլյան, Կարո Եղնուկյան, Գարիգին Չուքազյան, հա, Երեգիշե Պետրոսյան։ Ես խոսում եմ լուրջ մարդկանց մասին, բայց ոչ միայն իրենք։ Այն ջայլից բռնացրած խոսում են, 20 տարին անցած է։ Խոսում են, մտքեր են արտաբերում քաղաքական, ազգային։ Այդ քաղաքական թիմերն իրենց երևակայում են։ Այդ հələ քիչ չի։ Մեկն էլ ասում է, որ ես, որպես անհատականություն, երկու փուբուշ բառ է իրար կպցրել։ Հա, մի երկու տնային տնտեսուհի Նիկոլից թեփքվել են Նիկոլի այդ քարոշչին, ինքը իբր բան է, էլի։ Մարդկանց ուղեղը լվացել է իր փուբուշ բառերով, դարձել է անհատականություն արդեն։ Ասում մեր քաղաքական թիմը էսիշ տեղն է, էսինչ հարցով։ Բա որ քաղաքական թիմ է, ինչու ես անդադ դու խոսում։ Ինչու։ Եվ մի խումբ չէ այդպես։ Ասում է ես որպես անհատականություն։ Մեր Դավիթ Գրիգորյան դոկտոր պրոֆեսոր Ամերիկայում աշխատում է եւ ժամանակին կառավարության անդամ է եղել, ով հենց հիմա գիշեր ու զոր այս թրքա բոլշևիկների հանցանքները Հայաստանի հանդեպ որ կատարում են, այսինքն թուրքերի դիրքերն առավել են դարձնում, մեզ էլ դարձրել են հանցագործ։ Գիշեր ու զոր Ամերիկայի սենատորների կառավարության անդամների հետ շփվում է, որ մեղմի։ Այդ մարդու աշխատանքը դենց ակնհայտ չի երևում, որովհետև ինքը հենց Ամերիկայում է գործում։ Դավիթ Գրիգորյանը հետաքրքիր գրառում էր արել, որ տեսել էր, որ դա իրեն այդպես վառ անհատականություն է համարում։ Մի տարի էլ չկա էլի, որ ասես քաղաքական մի քանի ամիս է։ Գրել էր բայ հողերը մեր թե համեստ գլխին։ Մարդիկ գիշեր ու զոր աշխարհի տերերի հետ կռիվ են տալի, որ մեր վիշտը, որ Նիկոլից եկած Ալիևի ձեռամբ, այսինքն Ալիևի հարվածները Նիկոլի ձեռամբ որ գալիս է մեզ, որ ես նոր ներկայացրեցի։ Դրանք որ հանգարց ծանր, խոցելի չլինեն, անգամ փորձում է կասեցնել, այդ մարդ իրեն անհատականություն չի համարում։ Շո մի դեղնակտուց, ասենք, երկու նախադասություն փուբուշ կպցնում է իրար եւ ցույց է տալիս, որ փրկությունը սա է։ Ինչ ռեժիմ, ինչ Պուտին, ինչ թուրք։ Այդ մարդու համար մեզ խանգարող չկա։ Ուղղակի Նիկոլը չի հասկանում, որ կարելի է լավ բան անել, կամ Նիկոլից առաջ ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը չեն հասկացել, այդ մարդն է հասկանում։ Ժողովուրդ, մեր խնդիրը ռեժիմն է, ով իր մարդուն է նշանակում պետության գլխին, մեր պետության գլխին, որ այդ մարդը լավ բան չանի մեր համար։ Ոչ թե դրանք չեն ցանկանում կամ չեն կարողանում, ուղղակի իրենք ռեժիմի գործիք են, կատարում են ռեժիմի պահանջները։ Ու եթե դու այդ ռեժիմից չազատվես, այդ դեղնակտուստներին, այդ փուբուշ խոսացող անհատականություններին չակրտավոր, որ կան նստեն էլի բան չեն կարողանալ անելու, որովհետև ընդեղից իրենց պարտադրելու են անել այն, ինչը ռեժիմին է օգուտ, ոչ թե հայ ժողովրդին։ Դատարկաբանությանը չհավատակ ոչ մեկի։ Եվ շարունակեք ձեր ֆինանսական մեր հաշվամարները բաց են, շարունակեք ձեր աջակցությունը, որովհետև
ահռելի ծախսատար է նաև ընտրական process-ը։ Շնորհակալություն, մնաք խաղաղությամբ։